Սիրելի հեռուստադիտողներ, շատերս ենք լսել այն պնդումը, որ ուտելու ընթացքում ջուր ընդունել չի կարելի, քանի որ վերջինս խանգարում է մարսողությունը, նոսրացնում է ստամոքսահյութը եւ շատ այլ պատճառներով կարող է վնասակար լինել մեր առողջության մասին։ Իսկ ինչ է ասում գիտությունը։ Այսօր պարզելու ենք արդյոք դա իրականությանը համապատասխանում է թե ոչ։ Այս թեմայի շուրջ զրուցելու ենք Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի սննդի անվտանգություն բաժնի հետազոտող ինֆլուենսեր Անի Նասիբյանի հետ։ Ողջույն Անի։ Ողջույն Հրապսիմա։ Ինչ կասեք այս պնդման մասին, ջրի ընդունման, հատկապես ուտելու ընթացքում։ Հիմա ես կապացուցեմ, որ ստամոքսահյութի pH-ը իջեցնելը կամ հակառակ բարձրացնելը, թթվայինից դեպի հիմնային տանելը այդքան էլ հեշտ չէ։ Փորձի արդյունքում բոլորդ կհամոզվեք։ Այո, հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, որ մեր ստամոքսը ունի որոշակի նորմայի սահմաններում հիմնային եւ թթվային միջավայր, որը ցանկալի չէ խախտել։ Երկուսն էլ վատ է, եթե գերակշռում են, չէ, համաձայն եք թթվայինը թե հիմնայինը, այսինքն մեզ պետք է նորմալ pH, այսպես ասած։ Եվ խնդրեմ պատմեք այս փորձի ինչումն է կայանում եւ ինչպես ենք այն իրականացնելու։ Հիմա ես բացելու եմ աղաթթվի ֆիքսանալ, աղաթթուն այն թթունը, որը արկա է մեր ստամոքսում եւ բերելու եմ նիշի ջրով, այսինքն 1 լիտր ջուր եմ ավելացնելու ու մենք ստանալու ենք ստամոքսի միջավայր, ստամոքսի pH։ Ու հետագայում այդ միջավայրի վրա մենք կավելացնենք ջուր, միջև ավելացնելը կչափենք դրա pH-ը եւ ավելացնելուց հետո եւս կչափենք pH-ը եւ բոլորդ կհամոզվեք, որ pH-ը չի փոխվում։ Եթե անգամ փոփոխվի, պետք է գիտակցենք, որ ստամոքսը դա ջրով լի, աղաթթվով լի բաժակ չէ, այլ ինքնակարգավորվող խելացի համակարգ է եւ իր անհրաժեշտ pH-ը ստամոքսը ապահովում է։ Մեզանից որ հաստատ խելացի, դե եկեք սկսենք Անի ջան։ Չեմ ստի, եթե ասեմ, ես երբևէ նման փորձ չեմ արել։ Միգուցե համալսարանական տարիներին ինչ որ փորձառություններ ունեցել ենք, բայց որ ստանանք ստամոքսի, այսպես ասած, միջավայրը դեռ չեմ հիշում, այնպես որ ստամոքսի միջավայր ասելով մենք միայն pH-ն ենք ապահովում, ստամոքսի ֆերմենտները այստեղ չկան։ Այո։ Բացում ենք ֆիքսանալը։ Ինչ ենք անում հաջորդի։ Հիմա ավելացնում ենք ջուր մինչև նիշը։ Այո։ Որպեսզի ստանանք մեր ստամոքսի pH-ը։ Իրականում ավելի ճիշտ կլիներ, որ գոլորշին հաշքլորից իրականում ավելի ճիշտ կլիներ, որ մենք սկզբից ջուր ավելացնեինք մի քիչ, այս ծուխը չէինք տեսնի։ Բայց ինչու, հետաքրքիր է։ Իսկում է որպես տեսարան ավելի հետաքրքիր է։ Միջավայրը, ինչպես հասկանում եմ, այո, թթվայնության մասին ենք խոսում, բայց իհարկե ստամոքսի հյութը այսպես թափանցիկ եւ պարզ չէ իր տեսքը։ Չէ, մենք միայն ապահովում ենք թթվայնությունը։ Այո։ Դե կան առօրյային փորձեր, որոնք մենք գրեթե մեզ այսպես ասած չի հետաքրքրում, որովհետև դրանք մեզ համար կիրառելի չեն եւ ինչ որ հետեւությունների չեն հանգում, բայց գիտականորեն ինչքան կարեւոր է նաեւ ձեր աշխատանքը, որպեսզի այն պնդումները կամ միֆերը, որոնք տարածված են, դուք հերքում եք կամ հաստատում եք, ճիշտ եմ ասում։ Այո։ Եվ սա կարելի ասել այն միֆերից ու պնդումներից մեկն է։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր հաղորդումը ավարտվելուն պես արդեն կարող եք վստահ ձեր բալիկներին արգելել կամ հակառակը թույլ տալ, որպեսզի իրենք ջուր այնուամենայնիվ խմեն ուտելու ընթացքում։ Հիմա Անին մեզ կասի կմեկնաբանի, այդպես է թե ոչ, ինչ ենք անում։ Հիմա կարող ենք լցնել բաժակի մեջ։ Եվ pH թերթիկի միջոցով, ինդիկատորի միջոցով չափել դրա pH-ը։ Այ որ ասում եք pH-ը ստուգենք, այս միջոցով է։ Ինդիկատոր փայտիկներ են սիրելի հեռուստադիտողներ։ Հետո կտակ ինձ տեսնեմ, այո։ Սա թեստային բան է, հա, օրինակ այդ տուփի վրա նշված է, որը ինչ է նշանակում կամ ինչքան է pH-ը։ Ուսումնասիրեմ, ինչ է դուք։ Նիշ է, 0-ից 12 նիշն է, այսպես ասած, սանդղակը, pH-ի սանդղակը։ Մի կաթիլ կաթեցնում ենք։ Որ խնդրեմ այսպես ցույց կտաք մեր հեռուստադիտողների համար։ Կաթիլով փորձանոթով դուք փայտիկի վրա ավելացրեցիք եւ մենք տեսնում ենք մոտավորապես 1։ Երևում է, չգիտեմ, եկեք այսպես անենք։ Այսպես, հա։
Սա համապատասխանում է մոտավոր 1-ին, համաձայն եմ։ Այո, սիրելի հերթադիտողներ։ Եվ ինչի մասին է սա խոսում։ Սա զուտ մենք ստացել ենք ստամոքսի միջավայրը ու չափել ենք։ Սրանից հետո ավելացնում ենք ջուր։ Ու կրկին չափում ենք pH-ը։ Նորն է ձեզ պետք, հա? Նոր փայտիկ է պետք։ Ոչ, կարող եք նույնի վրա դա իրականացնել։ Եվ երկու կողմերում մենք տեսնում ենք նույն բանը։ Այսպես պահեմ։ Գույնը նույնն է, էլի մեկին է համապատասխանում։ Նույնիսկ եթե դուք շատ ջուր եք խմում ու ստամոքսի pH-ը փոփոխվում է թթվայինից գնում է դեպի հիմնային, այո, էլի ստամոքսահյութ է արտադրվում ու մոտ 10-15 րոպեի ընթացքում էլի կարգավորվում է։ Այ ձեր ասած ինքնակառավարվող համակարգն է ակտիվանում այդ դեպքում։ Եթե նոսրանալ մենք այստեղ ինչ պիտի տեսնեինք սիրելի։ Այստեղ գունավորումը պետք է գնար դեպի հիմնայինի կողմ։ Այսինքն կարող է լինել այնտեղ, չէ, 4-1 դժվար կարող ենք սարքել, մինչև 3 մաքսիմում կարող ենք։ Այսինքն կարող ենք վստահ ասել, որ այդ պնդումը, որ թթվայնությունը կամ ստամոքսահյութը նոսրանում է, մենք ապացուցեցինք, որ ճշմարտությանը չի համապատասխանում, եւս մեկ հարց առաջացավ, արդյոք կապ ունի ջերմաստիճանը, քանակը, ինչպես դուք արդեն հարցին պատասխանեցիք, որ ինչքան էլ շատ լինի, միևնույն է ինքնակարգավորվող համակարգ ակտիվանա եւ էլի կկարգավորի բալանսը, իսկ ինչ կասեք ջերմաստիճանի մասին։ Ջերմաստիճանի հետ կապված ջերմաստիճանը pH-ի վրա ընդհանրապես չի ազդում։ Տարածված կարծիք կա, որ ջերմաստիճանը կարող է ազդել ֆերմենտների ակտիվության վրա, այսինքն բարձր ջերմաստիճանի դեպքում հնարավոր է ֆերմենտները դենատուրացվեն եւ չաշխատեն, իսկ ցածր ջերմաստիճանի դեպքում հնարավոր է որ դրանք չակտիվանան, բայց այս պնդումը իրականությանը չի համապատասխանում։ Եվ ինչ կասեք հյութերի մասին, քանի որ շատերը սիրում են պարտադիր հյութով ուղեկցել իրենց սննդի ընդունումը։ Դե իրականում դա ողջունելի չէ, առանցրակ ինչ որ տեսակի հյութեր խմելը, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ես դրա համար ունեմ համապատասխան հիմքեր։ Ինչը վերաբերվում է pH-ին, ջրի դեպքում եթե մենք ունենք չեզոքի մոտ pH, հյութերի դեպքում մենք ունենք ավելի թթվային pH, ու եթե ջուրը pH-ը ստամոքսի չի տանում դեպի հիմնային, հյութերը հաստատ չեն տանի։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ հետաքրքիր զրույցի եւ այս գեղեցիկ փորձի համար։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսում ենք այն պնդման մասին, որ ուտելու ընթացքում սննդի ընդունման ժամանակ ջրի օգտագործումը կարող է ստամոքսահյութը նոսրացնել եւ այդ պատճառով հիմնավորում ենք, որ դա ցանկալի չէ եւ վատ սովորություն է, իսկ գիտությունը ապացուցեց, որ այդքան էլ դա առողջությանը չի վնասում եւ մեր ստամոքսահյութի միջավայրը բոլորովին չի փոխվում ջրի ընդունման ժամանակ։ Այս պահին պատրաստել ենք այսքանը, շարժվենք առաջ։